Ինչու և ինչպես են մեզ շարունակաբար խաբում։ Պատմելու եմ մեր պետությունը քայքայող քարոզչական օրակարգերից և եթե հետաքրքիր է լսեք մինչև վերջ։ Նաև առաջարկում եմ հետևել իմ էջին և ես խոստանում եմ ձեզ մատուցել ինձ հասանելի ամբողջ ճշմարտությունը և գիտելիքը պետության մասին և հայկական շահեր սպասարկող օրակարգերի մասին։ Այսպիսի գիտելիքի և տեղեկատվության հասանելիությունը ձեզ հնարավորություն կտա լինել ավելի տեղեկացված և ճիշտ որոշումներ կայացնել, ինչը հնարավորություն չի տա թշնամական քարոզչական օրակարգերին ձեր գլխում բույն դնել և հետևաբար դուք կլինեք ավելի ուժեղ և ձեր կարողություններն ու ունակությունները ձեր մտքերի նաև ձեր որոշումների մասով կծառայեցվեն բացարձակապես հայկական պետության կայացմանը։ Եվ այսպես ո՞րն է իմ գնահատմամբ այն ամենավտանգավոր քարոզչական օրակարգը, որ շաքարի պես քաղցր է, բայց միևնույն ժամանակ նույն շաքարի պես երկարատև տևողությամբ ռումբ է շաքարը մարդու օրգանիզմում, իսկ այս քարոզչությունը պետության կազմալուծման հիմքերում։ Օտար շահեր սպասարկող Փաշինյանը և իր ծառաները շարունակաբար կրկնում են հետևյալ օրակարգը. մենք այլևս պատերազմներ թույլ չենք տալու, այլևս ոչ մի երեխա և զինվոր չի զոհվելու։ Թվում է, թե սա շատ ցանկալի երևույթ է, թվում է, թե սա շատ նորմալ քարոզչական օրակարգ է, որը իշխանությունը տանում է։ Բայց եկեք տեսնենք, թե որն են սրա վտանգավորությունը և բերեմ մի քանի օրինակներ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին ենք խոսում։ Եկեք պատկերացնենք, որ բժիշկներից ոմանք կսկսեն զբաղվել քարոզչությամբ և կասեն, որ այսուհետ բժշկական ծառայություններ մատուցելիս ոչ մի բժիշկ չպետք է մահանա, ոչ մի բժիշկ չպետք է առողջության վնաս ստանա և ոչ մի համավարակ օրինակ չպետք է լինի։ Պատկերացրեցիք, չէ՞, սա պատկերացրեցիք ինչ աբսուրդ է հնչում։ Այսինքն համավարակների ժամանակ մենք գիտենք, որ շարունակաբար եղել են դեպքեր և լինելու են դեպքեր, երբ բժիշկներ են մահանում իրենց պարտականությունները կատարելիս, այսինքն մարդկանց ծառայելիս, մարդկանց ծանր վիճակում օգնելիս։ Մեկ այլ օրինակ բերեմ, պատկերացրեք, որ փրկարար ծառայության աշխատակիցները ինչ-որ պահի ինչ-որ մարդիկ որոշեն քարոզչությամբ զբաղվել և ասեն. այսուհետ որևէ փրկարար չի մահանալու և փրկարարների աշխատանքի էությունը պատկերացնելիս բոլորս գիտենք, որ լինում են տարերային աղետներ և փրկարարների դերն է այդտեղ օգնել մարդկանց, փրկել մարդկանց կյանքեր և հնարավոր է, որ մահանան նաև փրկարարներ։ Մեկ այլ օրինակ բերեմ, եկեք պատկերացնենք, որ ներքին կյանքում անվտանգության երաշխավոր ոստիկանությունը ինչ-որ պահի ինչ-որ մարդիկ քարոզչություն կանեն, կասեն այսուհետ ոչ մի ոստիկան չի մահանալու, չպիտի մահանա և ոչ մի հանցագործություն չպիտի լինի։ Աբսուրդ է, չէ՞ հնչում։ Ոստիկանի ծառայության նպատակն էլ ո՞րն է։ Մարդկանց կյանքի, ազատության, սեփականության իրավունքի պաշտպանությունը և այդ ծառայության ընթացքում հազար ու մի բան է լինում, տերորիստական ակտեր, մարդկանց կյանքերի ունեցվածքի նկատմամբ ոտնձգություններ և ոստիկանի դերակատարումն է պաշտպանել, ինչպես նշեցի, այս երեք իրավունքները։ Եվ հետևաբար այդ ընթացքում իրենց ծառայությունը կատարելիս հնարավոր է, որ նաև զոհվեն ոստիկաններ։ Հայաստանում նման դեպքեր եղել են, ես օրինակներ չբերեմ, բոլորդ գիտեք։ Հիմա պատկերացրիք, չէ՞, հիմա վերադառնանք իրենց բերած օրինակին, ինչ են ասում։ Ասում են այսուհետ ոչ մի պատերազմ չպիտի լինի, այսուհետ ոչ մի զինվոր չպիտի զոհվի։ Պատկերացրեցիք, չէ՞, դե հիմա բերեք հասկանանք զինվորի բանակի դերակատարումը ո՞րն է։ Բանակի դերակատարումը այն բերածս օրինակների դեպքում օրինակ բժշկությունը, հիվանդությունների դեմ հանրությանը ժողովրդին պաշտպանությունն էր, ոստիկանությանը ներքին վտանգներից պաշտպանությունը, փրկարար ծառայությունը արհավիրքներից պաշտպանությունը, բանակի զինվորի դերն էր արտաքին վտանգներից տեսակի ժողովրդի պետության պաշտպանությունն է։ Եվ հետևաբար մի կողմը չի որոշում պատերազմ կլինի, թե չի լինի, ինչպես որ մնացած երեք օրինակները, որ բերեցի, այդ բոլոր դեպքերում էլ մենք չենք որոշում տվյալ իրադարձությունը տեղի կունենա, թե չէ, կամ միայն մենք չենք որոշում, այլ կան այլ ուժեր, որ մեզանից կախված չեն։
Հատկապես պատերազմի դեպքում միայն մի կողմը չի որոշում, որ պատերազմ լինելու է թե չէ։ Եթե այդ մի կողմն է որոշողը պատերազմ լինելու թե չէ, այդ բացարձակ երաշխիքը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ այդ կողմը պատրաստվում է շարունակաբար հանձնվել, պատրաստվում է շարունակաբար զիջել, եւ միայն այդ դեպքում կարող է երաշխիք լինել, որ պաշտպանության տեղի չունենա, պատերազմ տեղի չունենա, այսինքն եւ ոչ ոք չի մահանա։ Հիմա պատկերացրեցիք, չէ՞ ինչ են անում։ Փաշինյանը եւ նրա ծառաները մարդկանց գլխում դնում են այդ քաղցր սուտը, որը շաքարի պես ցանկալի է, այսինքն մարդիկ անդադ քաղցր են ուզում ուտել, որը որ գիտությունը արդեն ապացուցել է մարդու իմունիտետը թուլացող քաղցկեղածին հատկություններ ունի, բայց դա միանգամից տեղի չունենում, շարունակաբար է տեղի ունենում։ Նույնը այդ կեղծ խաղաղության օրակարգն է, այսինքն մարդկանց գլխում դնում են այդ քաղցր սուտը, որ այլևս պատերազմ չի լինելու, այլևս ոչ մի զինվոր չի մահանալու, ինչը իհարկե բոլորիս ցանկալի վիճակն է, բայց հետևաբար էլի չգնամ բացատրեմ նորից, այդ դեպքում բանակն ու զինվորը ինչի համար են, հարգելի հայրենակիցներ։ Ձեզ ասեմ վերջում, թե ինչու են այս օրակարգը ձեր գլխում դնում, որը քաղցր սուտ է, որը ցանկալի սուտ է, բայց երբևէ դա չի կարող իրականություն դառնալ, քանի որ մեր աշխարհը կառուցված է այլ տրամաբանության վրա, աշխարհը կառուցված է ուժեղի տրամաբանության վրա եւ կյանքը պատկանում է ուժեղին, ոչ թե թույլին, ոչ թե պաշտպանվողին, ոչ թե վախկոտին։ Եվ նրանք սա անում են ծառայելու համար օտար օրակարգերի, այսինքն երբ ասում են, որ այլևս ոչ մի զինվոր չի մահանալու, այլևս պատերազմ չի լինելու, ինչ որ պահի կգան կասեն, որ դե հետևաբար մենք պատերազմ չենք անելու, զինվորների քանակ այսքան պահելու իմաստը որն է, կասեն շատ թանկ է նստում այս ամենը մեր վրա, պետք է ծախսեր կրճատենք, հա, կնվազեցնեն զինվորների թիվը։ Արդեն մի գործողություն արել են, ծառայության ժամկետը 2-ից սարքել են 1.5 տարի։ Շարունակաբար այս կեղծ օրակարգերը մտցնելով կբերեն մի վիճակի, որ մեր երկրի պետության պաշտպանունակությունը կմոտենա 0-ի, եւ սա ի դեպ սրա վտանգությունն է, որ տեղի կունենա բոլորիս լուր համաձայնությամբ, քանի որ այդ քաղցր սուտը այդքան ցանկալի է բոլորի համար։ Սա է սրա վտանգավորությունը, հարգելի հայրենակիցներ։ Հիշենք մեր տարածաշրջանի հետ կապված թուրքական գլխավոր օրակարգը։ Հայաստանը չպետք է բանակ ունենա, Հայաստանին ոստիկանություն ունենան մի փոքր ներքին վտանգներից, իրենցից այսպես ասած պաշտպանելու բավական է։ Սա է իրական թուրքական օրակարգը։ Իսկ ինչու է սա թուրքական օրակարգ։ Որովհետև նրանք լավ գիտեն, որ ցեղասպանել են հայերին դիտավորությամբ, այսինքն դա տեղի չունեցել պատահական քաոսի հետևանքով, առաջին աշխարհամարտի հետևանքով տեղ ունեցած, ինչի մասին իրենք շարունակաբար պնդում են, ինչը կեղծիք է, սա եղել է կազմակերպված ցեղասպանություն, ուն է զրկում հայ ժողովրդին իրենց հայրենիքից տեղահանում։ Եվ նրանք լավ գիտեն, որ արդարությունը վաղ թե ուշ վերականգնվելու հատկություն ունի եւ հետեւաբար իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի այդ արդարությունը փորձեն այնպես անել, որ երբևէ չվերականգնվի։ Իսկ այդ արդարության վերականգնման ծիլը հենց մեր պետությունն է, որ այս տարածաշրջանում ստեղծվել է։ Իսկ ցանկացած պետություն առանց բանակ ինքը ոչ մի բանի պիտանի է։ Հետևաբար իրենց օրակարգն է, որպեսզի Հայաստան պետությունը չունենա պաշտպանունակություն, որպեսզի հայ ժողովուրդը չուզենա պաշտպանվել եւ լինի թույլ եւ թուլակամ ենթարկվող եւ հանձնվող։ Սա է այն վտանգավոր օրակարգը, որ մեզ մատուցում են, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ եղեք աչալուրջ